Ես ուզում եմ ասեմ, որ պատմությունը ձեզ Գարեգին Նժդեհ երկրորդ մականունն է տալու։ Տենց բան մի ասեք, հիմա հանրապետականները հարձակվելու են ձեր վրա։ Հարձակվել, տենց էլ հարձակվում են։ Մի հատ նկարվենք էլի իրար հետ ես գնամ։ Մի հատ նկարվենք գնամ։ Մեծ պարտիվա։ Ես Մակրոնի շնորհակալությունը 10 անգամ լսել եմ։ Այնքան բան կա դրա տակ։ Նկարվում ենք Ոչ շնորհակալությունը։ Բաժակաճառը։ Այդ հրապարակվել է, պետական ճաշի բաժակաճառը։ Այո։ Ես ու դու նկարվում ենք Պարոն Փաշինյան մի հատ նայեք։ ապրումներ կա ձեր ապրումները դրա։ Այո, ճիշտ է, ամբողջը նկարագրել է։ Գիտակից մասն ձեր հետ է։ Շնորհակալ։ Մենք էլ հետը։ Մենակ պարոն Փաշինյան, մի հարց ունեմ, օրինակ դուք միլիոններ ծախսում եք ճանապարհներ սարքում եք, չէ՞, ես մի երկու օր առաջ գնում էի ուղևորության, ճանապարհը քանդած, այս մայթից այն մայթը իր կրպակի համար ջուր ա քաշում, հոսանք ա քաշում, դա ոնց պետք է։ Ասма վերքերից աղ մի լցրեք, Կարող է վերքերից։ թեժ գիծ լինի, ես այդ պահին նկարեմ, ուղարկեմ գան զբաղվեն։ Մի րոպե է հասկանալ, թե այդ կրպակումն է ով այդ հոսանքը կամ ջուրը քաշել, չէ՞։ Մեծ պրոբլեմա, մեծ պրոբլեմ։ Այսօր առավոտ էլ ենք այդ քննարկում Երևանում, մարզերում, նույնիսկ տեղ կա, որ մայրուղու վրա է դարվում։ Հələ փողոցն է, մայրուղու վրա է դարվում, Լացս գալիս էր, ասում միլիոններ ենք ծախսում սրա համար։ Ճիշտ է։ Տուգանքներ դե լինում են այս դեպքերում, բայց արդեն քանդած է մեկը։ Ասենք տուգան ենք, բայց արդեն փաստը թե տուգանքի ամբողջ նպատակն է, որ գոնե հաջորդ անգամ մյուսները իմանան։ Գոնե մեկը մյուսը սաստղեն հաջողները։ Ես օրինակ հիշում եմ Սևանում մի փողոց, որը մարդիկ իրանք էին ասել էին սարքեք, որը 60 տարով սարքած չէր։ Դե ես սիրում եմ տենց, հետո ենթադրենք մի ամիս հետո գնում եմ, մի հատ քայլում եմ, ասում եմ լտնամ ինչ վիճակում է փողոց գծանշում, գնաց տեսա ուղիղ մի ամիս հետո այդ ձեր ասած այդ կտորը սենց կտրել էին ու դրա մասին կառավարության նիստում էլ եմ խոսել։ Պրոբլեմա, դա նաև սոցիալ հոգեբանական ոլորտի պրոբլեմա, բայց նաև ուրիշ խնդիր էլ կա։ Հիմա քաղաքապետը ճիշտ բան է առաջարկում, հիմա մանավանդ մենք ասում ենք, որ եւ տկենն էլ այդ քաղաքականությունը, որ հիմա մենք աշխատենք, որտեղ որ ասֆալտ ենք անում, ոչինչ թող դանդաղ լինի, բայց ենթակառուցվածքները բոլորը մի հատ գույքագրենք, որ ընդհանրապես քանդելու կարիք չլինի։ Բայց այդ մեկը այլ երաշխիք չի, որովհետև նենց անկանխատեսելի դեպքում մարդը մեկ է որոշում է, որ տեղով բան պետք է անցկացնի։ Ամեն դեպքում ձեր ուշադրության կենտրոնում որ պահեք այդ հարցը։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Դուք այն մարդն եք, որի համար ընտանիքը երկրորդական առաջնային հայրենիքն է։ Ես ինքս էլ այդպեսին եմ, անկեղծ եմ ասում, առանց հայրենիք, չէ իմ համար երկրորդ պլանում է, եթե հայրենիք չունենամ, ինչի՞ն է պետք իմ ընտանիքը Եվրոպայում, Անգլիայում, Ֆրանսիայում։ Այլ բան, որ հիմա ես եւ բազմաթիվ այլ մարդիկ ընտանիքին բավարար ժամանակ չեն կարողանում տրամադրել աշխատանքի եւ բազում այլ հանգամանքներ։ Որովհետեւ հայրենիքը առաջնային է։ Հայրենիքը, այո, աշխատանքը, պետությունը, դա եւ հույս ունենք, որ մեր երկիրը ինստիտուցիոնալ են զարգացման մակարդակի կհասնի, որ մենք բոլորս ավելի շատ հնարավորություն կունենանք ընտանիքի ժամանակ հատկացնել։ Լավ եղեք, շնորհակալ։ Աստված ձեզ